Երևանի փողոցներում մարդու թափառող բարեկամները վաղուց արդեն միայն կենդանիներ չեն։ Նրանք վերածվել են հանրային առողջության, անվտանգության եւ բարոյական ընտրության խորհրդանիշի։ Քաղաքի տարբեր հատվածներում մեծ թվով շների ներկայությունը անհանգստություն է առաջացնում բնակիչների շրջանում, հատկապես ուշ ժամերին։ Միաժամանակ հանրային բուռն քննարկումների եւ հակասական մոտեցումների պատճառ։ Ըստ 2019 թվականի պաշտոնական տվյալների, Երևանում թափառող շների գլխաքանակը տատանվում է 3-ից 4000-ի սահմանում, իսկ ամբողջ Հայաստանում 10-ից 14000։ Բարձր խտություն ունեցող բնակավայրերում, ինչպես Երևանը, շների քանակը միջինում կազմում է 1 շուն 87 բնակչի հաշվով։ 2025-ին այս թվերն ավելի են շատացել, սակայն հստակ համաթիվ չկա։ Այս արդյունքը ոչ միայն մտահոգիչ է, այլև մատնանշում է հիմնախնդրի կառավարման թերացումը։ Հստակ թիվ ասել չեն կարող, որքան թափառող շուն կա մայրաքաղաքում այս պահին, որովհետև պետք է հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ հարակից համայնքներից կենդանիների տեղափոխությունը շարունակում է մնալ ակտուալ։ Երևանի քաղաքապետարանը տարիներ շարունակ փորձել է լուծել խնդիրը, հաճախ դիմելով ոչնչացման մեթոդներին։ Ինչպես նշվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցում, զանգվածային ոչնչացումը հանգեցնում է շների թվաքանակի կարճաժամկետ նվազման, որին հետևում է տեսակների ավելի արագ վերարտադրողություն եւ ագրեսիվացման վտանգ։ Այժմ Երևանում իրականացվում է թափառող շների գլխաքանակի կենտրոնակարգման ծրագիր, ընդօրինակված միջազգային հաջողված փորձից։ Տարիներ շարունակ արդեն իրականացվում է թափառող շների գլխաքանակի կանոնակարգման ծրագիր, իրականացվում է ստերջացման համալիր ծրագիր, որը ենթադրում է ինչպես անցանկալի բազմացումը կանխելը, այնպես էլ վտանգավոր վարակիչ հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելը եւ նաեւ պատվաստումներն ու վերապատվաստումները։ Սակայն պետք է նշել, որ միայն ստերջացումը բավարար չէ ցանկալի արդյունք ստանալու համար, քանի որ դրա հետ մեկտեղ առաջ են գալիս շատ այլ խնդիրներ, եւ այս դեպքում այն պետք է լուծվեր միանգամից եւ խորացված։ Թափառող կենդանիների հիմնախնդիրը համարի լուծում պահանջող հիմնախնդիր է։ Զանգվածային ստերջացումը, ամլացումը ընդհանրապես շատ կարևոր բաղադրիչն է այսպիսի ծրագրերի եւ միակ արդյունավետ միջոցն է երկարաժամկետում խնդիրը լուծելու համար։ Սակայն տվյալ խնդիրը հանգեցնում է նաև առողջապահական լուրջ վնասների, եւ այս վնասները գալիս են նրանից, որ մարդիկ չգիտեն, թե ինչ է ստերջացման ծրագիրը եւ թե ինչպես պետք է վարվել թափառող շների հետ։ Քաղաքային միջավայրում անհնարին է, որպեսզի չլինեն թափառող կենդանիներ, չլինեն մարդու հետ ուղեկցվող տարբեր կենդանիներ։ Մարդիկ դեռևս չգիտեն ինչ է նշանակում զանգվածային ստերջացման ծրագիր, մարդիկ չգիտեն ինչպես պետք է վարվել այդ կենդանիների հետ։ Եվ այս գործողությունները կանխելու համար քաղաքապետարանը անցկացնում է մի շարք կրթական արշավներ։ Ինտերակտիվ դասընթացների միջոցով դպրոցահասակ երեխաներին ներկայացնում ենք առասարակ տանը բակում փողոցում թափառող կենդանի տեսնելից ինչ է պետք կամ առասարակ կենդանիների հետ ինչպես պետք է վարվել։ Թափառող շների ստերջացման ծրագրի իրագործման համար քաղաքապետարանը տարեկան տրամադրում է 250 միլիոն դրամ, որն այս տարի կրկնապատկվել է, քանի որ ստեղծվել է առանձին կացարան թափառող շների համար, որտեղ իրականացվում են բուն ստերջացման եւ վերականգնողական գործընթացները։ Երևանի քաղաքապետարանի գործադիրը որոշել է կազմել, ունենալ, մշակել եւ կառուցել առանձին կացարան թափառող կենդանիների համար, ինչը որևէ կերպ օգտակարություն ունենալ չի կարող, հաշվի առնելով, որ անհնարին է պահել 300 կամ 500 շուն, այն դեպքում, երբ փողոցում դու ունես դրա տասնյակը, 20-պատիկը եւ այլն։ Կենդանիների խնամքի կենտրոնն անընդհատ կապի մեջ է Երևանի բնակիչների հետ, երբ թափառող շները վտանգ են ներկայացնում, հարձակվելով կամ ոհմակներ կազմելով։ Մենք ունենք թեժգծի հեռախոսահամար 105-ը, ինչպես նաև ակտիվ քաղաքացի արտակով մեր բնակիչները եւս պարբերաբար ազանգում են, երբ որ իրենց բակերում փողոցներում ոհմակներ են տեսնում կամ խնդրարույց կենդանիներ են տեսնում, հիվանդ կենդանիներ են տեսնում։ Հասարակությունը չունի միանշանակ դիրքորոշում։ Մարդկանց մի մասն աջակցում է քաղաքային ծրագրերին, մյուսները կարծում են, թե շներին պարզապես պետք է հեռացնել, չմանրամասնելով ինչպես։ Սակայն մեծամասնությունը համաձայն է մի հարցում՝ խնդիրը կարգավորման կարիք ունի։ Կուզեի չլինեին ընդհանրապես ավելի ապահով վայրում լինեին, քան փողոցում։ Շուն են էլի։ Մարդուց ավելի լավ են։ Մեղք են, ափսոս են, իսկական է, ճիշտ է, մեկ վնաս են տալի, բան են անում, բայց ես չեմ ուզում, էլի որ սատկացնեմ։ Դեպքեր գրանցվել են, միջև նույնիսկ շունը կծել է, ստերջացված չի եղել եւ մարդ է մահացել։ Եթե քարով խփում են, կհարձակվեն, բայց ինչ կանեն։ Երեք կողքով նորմալ անցնեն, երբեք թափառող շունը ոչ մեկի չի կպնի։ Թափառող շների խնդրին մոտեցումը ոչ միայն կենդանասիրության, այլ նաև քաղաքակրթության ցուցիչ է։ Որքան էլ դժվար ու հակասական թվա խնդիրը, այն ունի լուծումներ՝ երկարաժամկետ, պատասխանատու եւ մարդասիրական։ Մոնիկա Հայրոյան, Ստեփան Տիգրանյան, Renews Armenia։